Երբեմն մեկ օրինակը բավական է ապագայի ընտրություն կատարելու համար։ Մանեի համար այդ օրինակը դատարանի դահլիճում վարժ խոսող փաստաբաններն ու մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավաբաններն էին։ Հայաստանում ֆրանսիական համալսարանում են սովորել։ Այսօր արդեն Փարիզի Սորբոնի համալսարանի շրջանավարտը հայրենիք է վերադարձել եւ փորձում է իր գիտելիքները Հայաստանին ծառայեցնել։ Հայաստանը ավելի շատ կարիք ունի միջազգային իրավունքի մասնագետների եւ միջազգային իրավունքով զբաղվող իրավաբանների համայնք է սկսում ձևավորվել արդեն, որի մասն եմ ուզում կազմել, իսկ Ֆրանսիայում հարյուրավոր հազարավոր միջազգային իրավունքի մասնագետներ կան, որոնցից մեկը դու կարող ես լինել։ Ի տարբերություն Մանեի, որ ամբողջական մագիստրատուրայի ծրագիր է անցել արտերկրում, Սերգեյն ընդամենը 6 ամիս է սովորել Եվրոպայում, քանի որ մրցակցային բարձր միավորներ էր հավաքել, ընտրության մի քանի տարբերակ ուներ։ Կանգ առավ Լեհաստանի Կրակովի տնտեսագիտական համալսարանի վրա, որտեղ Erasmus+ ծրագրի շրջանակում անցկացրել է երկրորդ կուրսի երկրորդ կիսամյակը։ Հայաստանում մենք շատ ավելի հիմնային, շատ ավելի տեսական հիմքով գիտելիք ենք ստանում համեմատած օրինակ այն համալսարանի, որտեղ ես ուսանել եմ Լեհաստանում։ Այսինքն այնտեղ մաքսիմալ զտած, բարձ ինֆորմացիա մեզ տալիս, մաքսիմալ կիրառական ֆոկուսով, չնայած որ ինքը տնտեսագիտական բուհ որպես տեսական ուղղվածությամբ համալսարաններ նաև բարդ հասել է, թե որն ավելի արդյունավետ, բայց գիտեմ, որ ընդդեղից ես հիմնականում կիրառական գիտելիք եմ բերել։ Erasmus+ ծրագրի ընձեռած հնարավորություններից օգտվել է նաև Մանե Ծատուրյանը։ Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ բաժնում սովորելու ժամանակ նա փոխանակման ծրագրով ուսանել է Պորտուգալիայում։ Հետագայում ամբողջական մագիստրոսական կրթություն է ստացել Լեհաստանում։ Erasmus ուսանողական ցանցը, որտեղ ես հիմա կամավորություն եմ անում, մենք օգնում ենք նաև գնացող ուսանողներին, հատկապես վիզաների հարցերով ու նաև տուն գտնելու։ Արտերկրում ստացած գիտելիքների Հայաստանում կիրառելու հնարավորությունները տարբեր ոլորտներում տարբեր են։ Միջազգային իրավունքի մասնագետների համար աշխատաշուկան սահմանափակ է։ Ֆրանսիայում կան գրասենյակներ, որոնք միայն միջազգային իրավունքով են աշխատում։ Պետական համակարգում կարող ես գտնել որոշակի միջազգային հարցերով զբաղվող ներկայացուցիչ գրասենյակում, կամ ՄԱԿ-ի գրասենյակում, Եվրոխորհրդի գրասենյակում, որտեղ միջազգային իրավունքով եւ մարդու իրավունքներով են զբաղվում, բայց մասնավոր սեկտորում իմ գնահատմամբ շատ ավելի քիչ են տեղերը, որտեղ դու կկարողանաս պրակտիկ կիրառել միջազգային հանրային իրավունքի գիտելիքները ու հմտությունները։ Հայաստանում Erasmus+ ազգային գրասենյակի փոխանցած տվյալներով 2025 թվականին Հայաստանից արտերկիր է մեկնել 1003 մարդ, ուսանողներ եւ բուհերի աշխատակիցներ։ Ուսանողների վերաբերյալ առանձին տվյալները պաշտոնական վիճակագրությունում առանձնացված չեն, սակայն բուհերի հավաքագրած տվյալներով արտերկրում սովորելու է մեկնել շուրջ 403 ուսանող, որոնցից 312-ը աղջիկ։ Հայաստանում որոշ ոլորտներում եվրոպական փորձը դիտարկվում է որպես մրցակցային առավելություն։ Ես էլ օրինակ զգացել եմ ինքս իմ ասած մաշկի վրա, որովհետև մոտ կես տարի արդեն աշխատում եմ Էկոբանկում ու օրինակ հարցազրույցից փուլում աշխատանքի ընդունվելուց այդքան քննարկում չենք ծավալել ՀՊՏՀ ուսմանս մասին, ինչքան թե ինչ է Erasmus+-ը, ինչի եմ ես գնացել, ինչ եմ այնտեղից բերել, ինչ եմ այնտեղ սովորել, ոնց էր օրինակ տարբերությունների իմպորտական։ Այսինքն ինքը դիտվում է որպես յուրօրինակ sense մարտահրավեր, որ դու գնացել ես դրան ու հաղթահարել ես։ Այդքան փաստը չի ինչ որ անվանի բուհում սովորելու, ինչքան ստեղից գնալու ինչ-որ օտար երկրում հաստատվելու, չկորելու, սովորելու, ինչ-որ հաջողության հասնելու։ Միևնույն ժամանակ արտասահմանում կրթության փորձը միշտ չէ, որ երաշխավորում է մասնագիտական հաջողություն։ Մոտ 1 ամսա, 2 ամսա ընթացքում կամ նույնիսկ հարցազրույցի ընթացքում արդեն պարզ է դառնում, թե արդյոք դա ուղղակի ինչ-որ մարդ գումար է վճարի գնացել 1 տարի սովորելու հետ եկել, թե կուտա լինի Harvard, թե Oxford, թե այլ համալսարան, թե իսկապես եվրոպական այդ կրթահամակարգը իր մեջ ունի։ Դրա համար կարծում եմ սկզբնական հատվածում ինքնակենսագրության մեջ կարևոր տեղ ունի, բայց բուն գիտելիքներն ամենակարևորն են։ Չնայած հաճախ հնչող կարծիքին, թե աշխատատեղերը քիչ են, մասնագետները շատ, ոլորտի մարդիկ ասում են, որ խնդիրը նաև համապատասխան հմտությունների եւ աշխատաշուկայի պահանջների միջև եղած տարբերությունն է։ Իրականում բոլորի կարծիքով ու գուցե եւ այդպես է իրականում, որ աշխատատեղերը քիչ են, մասնագետները շատ են, բայց ավելի շատ երբ որ սկսում շփվել տարբեր կազմակերպությունների ներկայացնողների հետ, շատ ժամանակ կա աշխատատեղը, չկա համապատասխան հմտություններով մարդիկ։ Կարծում եմ, երբ որ դու իրոք գիտելիքներ ունես, գիտես ինչ ես ուզում ու դրա համար ջանք ես դրել, իրոք
կարծում դժվար չէ գտնել աշխատանքը։ Իմ դեպքում բավականին հեշտ եմ կարողացել անմիջապես գործի անցնել։ Արտերկրում սովորած ուսանողների մի մասը ավարտելուց հետո շարունակում է մնալ այն երկրում, որտեղ սովորել է, այնտեղ տեսնելով ավելի լայն մասնագիտական հնարավորություններ, ունենալով ձևավորված կապեր եւ աշխատանքի ավելի մրցունակ պայմաններ։ Օրինակ, Erasmus Mundus-ի դեպքում ուսանողները ծրագրին դիմում են անհատապես եւ վերադարձի պարտադիր պահանջ չկա, ուստի նրանց հետագա կարիերայի եւ բնակության վայրի վերաբերյալ ամբողջական տվյալներ չկան։ Ծրագրի պատասխանատուների գնահատմամբ նրանց մի զգալի մասը չի վերադառնում Հայաստան։ Ասպրամ Ավանեսյան, ՎՏ Հայաստան News, Երևան։